Հայ-ադրբեջանական առևտուրը, որ գնալով կարծես որոշակի թափ է հավաքում, ինչ ընկալում ունի Բաքվում։ Տեսեք, ես նշեցի, որ հասարակությունում կան տարբեր խմբեր, ովքեր տարբեր կերպ են մոտենում այդ հարցին։ Միջազգայից մի խումբ կա, ավելի կոնկրետ ասեմ, մի խումբ էլ կա, որը գտնում է, որ պետք է սահմանը փակել, չպատերազմել, բայց նաև ոչինչ չանել ու մոռանալ հայերի մասին, ուղղակի ապրել սահմանից այս կողմ, հայերն էլ թող մոռանան մեզ մասին։ Այսինքն 3 խումբ է ստացվում, ընդդեմ, կողմ եւ այդպիսի խումբ, եւ բնականաբար համապատասխան վերաբերմունք ունեն առևտուրին նաև այդ խմբերը։ Տեսեք, այն խումբը, որը գտնում է ոչ պետք է Հայաստանի միջև վերջ ճնշել, պետք է գնալ, պետք է Երևանը վերցնել, այսպես ասած, բնականաբար նրանք ոչ մի առևտրի մասին լսել չեն ցանկանում։ Այն խումբը, որը գտնում է, որ սահմանը պետք է փակնի, միջազգայից ես այստեղ հղում եմ անում ադրբեջանցի գործընկերներին, նրանց արած այդ ուսումնասիրության որոշակի տրամաբանությունն եմ ներկայացնում։ Այն խումբը, որը գտնում է պետք է սահմանը փակ լինի, նշում է, որ կարելի է երրորդ երկրներով մեկ-մեկ ինչ-որ բան գնել կամ վաճառել, եթե դա մեր շահերից բխում է, բայց ուղիղ առևտուր կամ ուղիղ Հայաստանի հետ շփվել պետք չէ։ Իսկ այն խումբը, որը գտնում է կարելի է սահմանը բացել իր վրա չկրակել եւ առևտուր անել, բնականաբար առևտրի կողմնակից։ Ռուս-ադրբեջանական հարաբերություններում որոշակի վերալիցքավորում է նկատվում, հատկապես պետական մակարդակում շփումներով։ Ունի կոնկրետ դրդապատճառ։ Ես կարծում եմ աշխարհաքաղաքական են այդ դրդապատճառները եւ բացարձակապես Հայաստանի հետ հարաբերությունները այստեղ նշանակություն չունեն։ Ըստ ամենայնի այն, որ Թրամփը այդպես հաջողության գագաթնակետին չէ Իրանի դեմ պատերազմում, Ադրբեջանին որոշակի եւ մտավախություն եւ հույս է տվել, որ գուցե այնուամենայնիվ մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգները չունենա այն դերակատարումը, որը ենթադրվում էր, որ պիտի ունենար օգոստոսի 8-ից հետո, եւ Ադրբեջանը փորձում է կամուրջները չայրել ուղղակի Ռուսաստանի հետ հարաբերություններում տեղ թողել, որ եթե պետք լինի Ռուսաստանի հետ պայմանավորվել, կարծում եմ Մոսկվայում սա շատ լավ հասկանում են եւ կարծում եմ Ռուսաստանի շահերից էլ է բխում այդ Ադրբեջանի մոտեցումը, բայց մենք գիտենք, որ Իրանում ոչինչ չի վերջացել, մենք գիտենք, որ թեև Թրամփը հայտարարել է, թե այս բանի ոչինչ չեմ անի, բայց Թրամփը հայտարարում է մեկ բան միջև քնելը եւ արտանալուց հետո բացարձակապես այլ բան է անում, այնպես որ սպասենք իրադարձությունների զարգացման։ Այսինքն Թրամփը չի ձախողվել Իրանում, վաղ է դեռ այդ։ Ես կարծում եմ գործընթացը դեռևս ընթացքի մեջ է, այսինքն այն Կիևի 3 օրում տրամաբանությունը, որով Թրամփը ցանկանում էր Իրանի հարցերը լուծել, չի աշխատել, դա ակնհայտ է, բայց նաև պատերազմի 5-րդ տարին Իրանում չի գնում եւ Միացյալ Նահանգների տնտեսությունը չի փլուզվել, այստեղ էլ կա տարբերություն։ Այնպես որ խոսել այն մասին, որ Թրամփը ձախողվել է դեռևս վաղ է, բայց նաև խոսել այն մասին, որ Թրամփը հաջողում է, դա էլ արդեն ուշ է։ Ադրբեջանցի փորձագետը ասում է Ալիևի հերթական շրջադարձը դեպի Մոսկվա Միացյալ Նահանգների եւ անձամբ Թրամփի թուլացման հետևանք։ Ես չէի ասի, որ սա շրջադարձ է, սա ավելի շատ ապահովագրում է, ինքնաապահովագրում է հնարավոր զարգացումների համար։ Տեսեք, մենք ասում ենք, որ Ալիևը պատրաստում է տարբեր սցենարների, Ալիևը խոսում է, այսպես կոչված, Ռոսատոմն էլ պատրաստում է Ադրբեջանում ատոմակայան։ Այո, եւ մյուս կողմից Ադրբեջանը նաեւ պատրաստում է այս սցենարին, որ Թրամփը ի վերջո կարող է ձախողվել։ Ի վերջո կարող է գործընթացը ավարտվել այնպես, որ աշնանը Հանրապետական կուսակցությունը Միացյալ Նահանգներում կկորցնի Սենատը ամբողջության մեջ եւ դրանից հետո Սենատը եւ Ներկայացուցիչների պալատը կոնգրեսն ամբողջության մեջ եւ դրանից հետո գուցե Միացյալ Նահանգները թուլացնի մեր տարածաշրջանում իր հետաքրքրությունը, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը որոշակի հնարավորություն կունենա ավելի ուժեղացնել իր ազդեցությունը եւ Ալիևը պատրաստվում է այս սցենարին։ Կարծես նույն տրամադրությունն է Մոսկվա-Երևան միջանցքում։ Ես չէի ասի, որ նույն տրամադրությունն է, թեև նշեմ, որ Հայաստանի իշխանությունները կարմիր գծեր չեն հատում, ընդ որում ինչպես չեն հատում կարմիր գծեր նաև Ռուսաստանի իշխանությունները, որոշակի մակարդակում իհարկե կա հակասություն, որոշակի մակարդակում ապրիլի 1-ից հետո ճնշումները ավելացել են Հայաստանի նկատմամբ, Հայաստանից էլ պատասխան հարվածներ են հասցվում հայտարարությունների եւ ընդհանրապես գործընթացների շարունակականության տրամաբանության մեջ, բայց խոսել այն մասին, որ կարմիր գծեր են հատում, ես չեմ համարձակվի, որովհետեւ ակնհայտ է, որ եւ Հայաստանի եւ Ռուսաստանին նույնիսկ հունիսի 7-ից հետո, երբ քաղաքացիական պայմանագիրը կշարունակի իշխել Հայաստանում, ես կարծում եմ դա արդեն որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, նույնիսկ դրանից հետո Ռուսաստանը եւ Հայաստանը հարաբերվելու են եւ հարաբերվելու են գործընկերության որոշակի մակարդակում։
Այսինքն այդ մթնոլորտի ուղիղ պատճառը նախընտրական Հայաստանն է։ Բնականաբար այդ մթնոլորտը շարունակելու է լարվել, շարունակելու է ահագնանալ մինչև հունիսի 6, հունիսի 7 նույնիսկ, բայց ակնհայտորեն կթուլանա հունիսի 8-ից սկսած, երբ արդեն նախնական արդյունքները կլինեն ընտրությունների եւ որովհետեւ Մոսկվան ուզում է, որ Հայաստանում իշխանափոխություն լինի։ Մոսկվան շատ կցանկանար, որ իշխանափոխություն լինի եւ ընդ որում ես նշեմ, որ իմ տպավորությամբ այնիշ տեղի ունեցավ ապրիլի 1-ի Մոսկվայում ցույց է տալիս, որ Հայաստանից Մոսկվային տեղեկություն տրամադրողները այնուամենայնիվ մի փոքր կամ գուցե մի փոքր ավելի շատ այնքան էլ իրական տեղեկություններ չեն տալիս եւ Մոսկվայում մի փոքր տարբերվող պատկերացում ունեն այն իրականությունից, որը կա Հայաստանի Հանրապետությունում։ Այնպես որ Մոսկվան ոչ միայն ուզում է, այլ նաև կարծում է, թե հնարավոր է իշխանափոխություն։